Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Արարատն ու Մարս տարավ, Մղջյան գյուղ։ Օրվա հյուրը մուլտիմեդիա արվեստագետ Գոհար Սարգսյանն է։ Գոհար Սարգսյան, մուլտիմեդիա արվեստագետ, ծնվել է 1981 թվականին Գյումրիում։ Արվեստի պատմություն է սովորել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում և Մարտին Լյութերի համալսարանում, Գերմանիայի Հալլե Վիտտենբերգում։ 2016 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը անիմացիա մասնագիտությամբ։ Գոհար Սարգսյանը վարպետաց դասեր է վարել Գյոթեի ինստիտուտում, Երևանի կանանց միջազգային ասոցիացիայում, ամառային դպրոցներ Բեռլինում, Ռուդոլֆշտադտում, Ռենիսում և այլն։ Մասնակցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Գերմանիայում, Չեխիայում, Կանադայում, Ուկրաինայում և այլուր։ Նրա օտարները սենյակում անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության կողմից և ներկայացվել Հայաստանի ազգային գրադարանում։ Արևմտահայ պոետների վերադարձը նախագիծը արժանացել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության դրամաշնորհին և իրականացվել 2024 թվականին։ Իր կարճամետրաժ փորձարարական «Ձախ կամ աջ» անիմացիոն ֆիլմի համար առաջին պատվավոր մրցանակին է արժանացել «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնում։ 2021 թվականին Իտալիայի Միքելանջելոս Բրաշ միջազգային արվեստի մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին։ Բարև ձեզ երեխեք, շատ ուրախ եմ, շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես Գոհար Սարգսյանն եմ, մուլտիմեդիա արվեստագետ։ Մուլտիմեդիա ինքը ունի հայերեն բառը, կոչվում է բազմամիջոց։ Օրինակ, որ ասում եմ բազմամիջոց արվեստագետ, ինչ եք պատկերացնում։ Փորձեք ինքներդ պատկերացնեք։ Ինչ եմ օրինակ ես անում։ Նկարում եմ, ճիշտ է, նկարում եմ, էլ ինչ կարող եմ անել, օրինակ բազմամիջոց արվեստագետ։ Էլ ինչ է ձեր մտքով անցնում։ Ապրես, անիմացիա։ Գրաֆիկ դիզայնը մի քիչ դիզայնի բաժինն է, ինքը մի քիչ ուրիշ է, արվեստի մեջ այդքան ուրիշ մի բան է։ Քանդակ, երաժշտություն, ճիշտ է։ Ես որպես արվեստագետ հավատում եմ, որ ձեզանից բոլորը, այստեղ ով որ կա, իրանք իրենց ներսում հատուկ ստեղծագործական տարածք ունեն։ Բոլորդ շնորհքով եք, բոլորդ ունեք ստեղծագործելու մեծ հնարավորություններ։ Ես հավատում եմ դրան և իմ գործերով ես կարողանում եմ մարդկանց, երբ որ նույնիսկ իրենք չեն հավատում, ես կարողանում եմ իրենց ցույց տամ, որ իրենք հավատան։ Եվ այս նախագծի ընթացքում ինչ արեցի, բանաստեղծություններ ընտրեցի արևմտահայ գրողներից և ձեզ նման երեխաները, սովորական այս դպրոցում սովորող, երբեք որ չէին փորձել, սկսեցին բանաստեղծությունները շարունակել։ Ոչ միայն երեխաները, տարբեր տարիքի մարդիկ։ Հետո բանաստեղծությունները ձայնագրվեցին և դարձան աուդիո ձայնագրություններ, որը կարելի է նաև լսել։ Հետո պատրաստեցի մի խցիկ, հեռախոսի հին խցիկները հիշում եք, որ մարդիկ մտնում խոսում են։ Նման մի բան, որտեղ մարդիկ մտնում են, ինքը հետաքրքիր գրքեր կա իր մեջ, գրելու հնարավորություն կա, տպելու հնարավորություն կա։ Մարդիկ մտնում են և այդ բանաստեղծությունները շարունակում են և գցում են փոստարկղի մեջ, փոստարկղ կա։ Հետո գրադարանում է, ազգային գրադարանում է այդ խցիկը, արևմտահայ խցիկը, հետո այդ խցիկի փոստարկղը բացում ենք և ամեն անգամ նոր պոետների ենք հայտնաբերում, այսինքն նոր բանաստեղծների։ Հիմա սա կոչվում է նաև ինտերակտիվ արվեստի գործ, այսինքն մարդիկ, ինչ է նշանակում ինտերակտիվ, գիտեք,
ինտերակտիվ նշանակում է, երբ որ այցելուն մասնակցություն ունենում։ Հիմա ես ձեզ բացատրեմ։ Օրինակ պատկերացրեք, սա այս աթոռը, դուք գնացել եք թանգարան, այս աթոռը արվեստի գործ է, դրված է այնտեղ, չէ՞։ Եվ արվեստի գործի վրա գրված է ձեռք չտալ, դուք նայում եք, գնում եք, ինքը ինտերակտիվ չի, ուղղակի դրված է, նայում եք, գնում եք։ Բայց երբ որ տեսնում եք, որ աթոռը, որի վրա հալիներ կան, եւ ամեն անգամ տարբեր շորերով մարդիկ պատկերացրեք, որ ասենք կարմիր շորով մարդ է գալիս կանգնում, ինչ կդառնա աթոռը։ Կարմիր։ Դեղին շորերով մարդ է գալիս, աթոռը ինչ կդառնա։ Դեղին։ Այսինքն ինչ դարձավ սա, ինտերակտիվ դարձավ։ Ամեն անգամ այցելուն ազդեցություն է թողնում արվեստի գործի վրա եւ արվեստի գործը փոխվում է։ Սա կոչվում է ինտերակտիվ։ Կամ դուք մտնում եք թանգարան, այնտեղ գրված է ինտերակտիվ։ Եթե գրված է ինտերակտիվ, նշանակում է դուք պետք է մասնակցեք։ Այսօր հետաքրքիր մի վարժություն ենք անելու, բայց մինչև մեր անելը ինտերակտիվ է։ Այսինքն մեր բոլորի մասնակցությունը շատ կարևոր է, որ այդ արվեստի գործը ստեղծենք։ Լավ։ Ինչ եք կարծում, մինչև որ ինչ-որ մի բան մարդը ստեղծում է։ Ինչ կա ավելի կարևոր մի բան, մինչև այդ ստեղծելը։ Միտքն է, չէ՞, ամենակարևորը։ Այսինքն առաջին հերթին որտեղ է առաջանում գաղափարը, մտքում, հետո նոր սկսում է ինքը ստեղծել, չէ՞։ Իսկ ինչ եք մտածում, ստեղծագործ մարդը կարևոր է ստեղծագործ լինելը։ Կարևոր է, չէ՞։ Այսինքն ստեղծագործ բոլոր մասնագիտությունների մեջ ստեղծագործ լինելը կարևոր է, չէ՞։ Այստեղ կարող է ինչ որ մեկը ծննդյան օրն է այսօր, պատահաբար։ Կա ինչ որ մեկը որ ծննդյան օրն է այսօր։ Կամ վաղը։ Լավ, դու արի, քեզ իբր քո ծննդյան օրն է։ Անունդ ինչպես է։ Խաչատուր։ Խաչատուր։ Պատկերացրեք Խաչատուրի ծննդյան օրն է։ Դուք բոլորը իրան շատ եք սիրում։ Մի հատ նայեք իրան։ Պատկերացրեք ինչ լավն է, ու շատ եք սիրում։ Եվ ինքը ձեզ բոլորիդ հրավիրել է խնջույքի, բայց դուք ոչ խանութներն է բաց, ոչ մաման, պապան է տանը, ոչինչ չունեք նվիրելու։ Ունեք միայն թուղթ ու մատիտ։ Ու մտածում եք, ինչ կարելի անել։ Ես իրա դիմանկարը կնկարեի։ Իրա դիմանկարը կնկարեր։ Շատ լավ։ Կարող էինք հորինել ակրոստիկոսներ եւ շնորհավորական խոսքեր։ Ապրես։ Բարեմաղթանքներ։ Ապրես։ Էլով ա ուզում։ Ծնունդին գնա։ Իրեն կնկարեի, բայց ոչ թե սովորական, այլ մի փոքր ծաղրանկարի տեսքով։ Շատ լավ։ Ես իրեն կգրեի նամակ, որի մեջ կասեի, որ կյանքը հիասքանչ է եւ գույները պետք է տեսնել։ Ապրես։ Ապրես։ Էլով։ Ես իմ ու իր լավ օրերի մասին կգրեի, տենց որ հիշեր ու ինքն էլ վեր հիշեր, ուրախանանք միասին։ Ինչ ես կարծում։ Ինչից կուրախանայիր դու շատ, որ քեզ նվիրեին։ Ես կուրախանայի բոլորից, դաժ եթե առանցնվել է գային, շատ սիրում էր խոսքի Աստղիկինը, որ դիմանկարել եւ ավելացված բաներ կար։ Ինչ էր ավելաց, ծաղրանկար, հա, ծաղրանկար։ Ապրես։ Կարող ես նստել։ Կան մարդիկ ձեր մեջ, որ հավատում են կախարդական փայտիկին։ Կախարդական փայտիկը մենք ենք։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ կախարդական փայտիկը մենք ենք։ Երբ որ մենք ունենք մի գաղափար, նույնիսկ որ այդ գաղափարը անհասանելի է թվում մեզ, բայց մենք հավատում ենք, որ կարող ենք դա անել։ Օրինակ ես, ասենք, առավոտյան արթնացա ու տեսա, որ ես ճարտարապետ եմ կամ, չգիտեմ, նախագծող եմ։ Առավոտյան արթնացա, բայց տեսել եմ արդեն ինչ-որ մի բան ու ես հավատում եմ այդ գաղափարին։ Նույնիսկ եթե միլիոնավոր մարդիկ չեն հավատում, բայց ես հավատում եմ, ես կարող եմ դա իրականացնել, չէ՞։ Ուրեմն ստեղծագործելը շատ կարևոր մի բան է, որ դուք սկսում եք ամեն օր մտածել, որ դուք ձեր ստեղծագործական միտքը եթե զարգացնեք, ամեն ինչ ձեզ մոտ կստացվի։ Դա ես ձեզ ուղղակի 100%-ով եմ ասում։ Լավ։ Դուք լեզու չեք կարողանում սովորեք, ասենք թե շատ դժվարությամբ է։ Ասում եք լավ, մի հետաքրքիր մի բան մտածեմ, որ լեզուն հետաքրքիր դառնա ինձ։
Չէ՞։ Այդ խնդիրը, երբ որ դուք ձեզ տալիս եք, երբ որ խնդիրը տալիս եք, ձեր ուղեղը սկսում է մտածել։ Այ ո՞նց անեմ, որ ես լեզու կարողանամ սովորեմ։ Ու հետաքրքիր միջոցներ ա գտնում։ Դուք էլ կզարմանաք, թե ինչ հետաքրքիր միջոցներ ա գտնում։ Երբ որ խնդիրը տալիս ենք, պատասխաննել ա գալիս։ Լավ։ Օրինակ, մենք այսօր բանաստեղծական թեմայով ենք ստեղծագործելու։ Օրինակ, ինչ է բանաստեղծությունը։ Դուք սիրում եք բանաստեղծություններ։ Ինչ է բանաստեղծությունները։ Ինչ որ մեկի արտահայտած զգացմունքները, հույզերը։ Օրինակ, եթե մենք առավոտյան արթնացանք, չէ՞, ինչ եք անում դուք սովորաբար, լվացվում եք, ինչ որ նախաճաշ եք անում ու գնում եք դպրոց, չէ՞։ Հիմա եթե մենք այդ պահը բանաստեղծական փորձենք ներկայացնենք, այդ նույն պահը, ամեն օր որ արթնանում եք, գնում եք, ինչ որ կարողանաք բանաստեղծաբար ներկայացնեք։ Ինչ որ մեկը ունի գաղափար։ Դու ծիծաղում ես, հաստատ մի բան մտածել ես։ Առավոտյան արթնացա, թռչունների երգի տակ, նայեցի դուրս յացա, արևի վար շողի տակ։ Վայ, ապրես։ Տեսեք, իր հետաքրքիր փոքրիկ մի ավելացրեց մի քանի հետաքրքիր զգայական բառեր եւ դարձավ բանաստեղծություն, չէ՞։ Հիմա աչքերը փակում ենք։ Հանգիստ նստում ենք։ Հիմա մի բառ եք մտածում, մի բառ։ Ինչ որ գալիս է ձեր մտքին այս պահին։ Ինչ որ եկավ։ Ու էլի աչքերը փակում եք ու փորձում եք այդ բառը զգաք։ Ինքը ինչ է, ինչ գույն ունի, ուր է տանում ձեր միտքը, այդ բառի ինքը մի բառ է, բայց միտքը կարող է սենց ինչ որ հետաքրքիր տեղ տանի։ Կարևոր չի ուր է տանում։ Կարևորը որ դուք հանգիստ հետևում եք այդ բառին։ Հիմա բացեք, ով կարող է իր բառը մեր հետ կիսվի։ Ուզեք կիսվեք երեխեք։ Ես պահել էի արևը, արև բառը, ու արևի ես պատկերացնում եմ ավելի վառ տաք գույներ, ու արևը որ պահում եմ, միանգամից մտքումս գալիս էին պատմություններ արևի ու լուսնի հետ կապված։ Ապրես։ Տեսեք ինչ փոքրիկ հանձնարարություններ են, բայց մեր ուղեղը ոնց է, չէ՞, ստեղծագործում։ Այ դա ստեղծագործելու միջոցներ են։ Եվ բոլորս, երբ որ այդ միջոցները ունենք, մեր ստեղծագործական միտքը զարգանում է։ Հիմա պատմեմ, թե մենք ինչ ենք անելու։ Ինտերակտիվ բանաստեղծություն ենք ստեղծելու։ Ինչ եք մտածում, ինչ կարող ենք օրինակ անել։ Ինտերակտիվ բանաստեղծություն ոնց ենք ստեղծելու, ինչ ենք անելու։ Ապրես, իրար շարունակելով։ Հիմա մենք բոլորի թղթեր կբաժանենք, նայում ենք մեր ընկերուհին կամ ընկերը ինչ բառ է գրել եւ փորձում ենք այդ բառը շարունակենք։ Ունենք ժամանակ, հանգիստ մտածում եք եւ շարունակում եք։ Տեղին արևը արտացոլվում է ջինջ ծովի ալիքներում եւ շողում ինչպես սմրուխ թռչունները ձայնի ներքո եւ բերում է խաղաղություն մեր սրտերում։ Ապրես։ Հետաքրքիր էր, չէ՞ երեխեք։ Տեսեք, ոչ մեկս ոչ մեկի բառի մասին այս ծայրը չգիտեր մյուս ծայրի մասին, բայց բանաստեղծությունը ստացվեց, չէ՞ կարծես։ Հետաքրքիր էր։ Սրտում դու մնում ես, մնացածը նստում են։ Երեխեք, իրականում ես այս աշխատարանը առաջի անգամ մենակ ձեր հետ եմ վարել։ Ես տարբեր աշխատարաններ եմ վարում, բայց կարևորը դուք հասկացաք, որ մենք չունեինք բանաստեղծություն, չէ՞, որ այստեղ եկանք, մենք բանաստեղծություն չունեինք, բայց եթե մի քիչ էլ աշխատեինք, օրինակ մեկ աշխատարան ունենայինք կամ մի քանի ժամ էլ ունենայինք, մենք հաստատ մի շատ հետաքրքիր սիրուն գեղեցիկ բանաստեղծություն կստեղծեինք, չէ՞։ Այսինքն միջև այստեղ գալը դուք ոչինչ չունեիք նոր բանաստեղծություն, բայց դուրս գալուց կունենանք մենք ընդհանուր մի հետաքրքիր բանաստեղծություն։ Եվ ինչն էր օրինակ հետաքրքիր ձեզ համար, ինչ նոր բան բացահայտեցիք կամ հասկացաք։ Բոլորս ունենք մեր ներսում ստեղծագործական աշխարհ եւ մենք պետք է բացահայտենք այն։ Ապրես, շատ ապրես։ Հիմնականում ինչ ոճի նկարներ եք նկարում ու ինչի եք ընտրել հենց այդ ոճը։
Իրականում ես ոճերի հետ համաձայն չեմ, ես կարծում եմ, որ ամեն արվեստագետ ինքը իր ոճն է բերում, ինքը իր միտքն է բերում, այսինքն ես ոչ մի ոճի չեմ հետևում, ես փորձում եմ հետևեմ ինձ, ինչ այն ներքին զգացողությունները ինչ են ասում, ինչ են հուշում, բայց հիմնականում իմ արվեստը պտտվում է մարդու շուրջ, ինձ հետաքրքիր է մարդը, իր հույզերով, իր շրջապատով, ես աշխատում եմ բացահայտել մարդուն իմ նկարների միջոցով, լավ, բայց թեմաները շատ հետաքրքիր են, օրինակ կան դիմանկարների թեմա, որ ես անընդհատ մարդկանց եմ նկարում, թեմաները անընդհատ տարբերվում են եւ շարքեր եմ ստեղծում այդպես։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել, դուք ինչից եք ոգեշնչվել եւ ինչ խորհուրդ կտաք, որ մենք ոգեշնչվենք եւ ձեր նման արվեստագետ դառնանք։ Ինչն է ինձ ոգեշնչում, շատ տարբեր բաներ են ոգեշնչում, մարդկանց հարաբերությունները, բնությունը, ամեն անգամ իմ ոգեշնչման աղբյուրը փոխվում է։ Դուք ինքներդ ամեն մարդ ունի իր ներքին ոգեշնչման աղբյուրները։ Երբ որ դուք ուշադիր եք, երբ որ դուք բաց եք, երբ որ դուք անվախ եք, շատ կարևոր է որ դուք համարձակ լինեք, դուք ինքներդ կհասկանաք, թե ձեզ ինչա դուր գալիս եւ ինչից եք ոգեշնչում։ Կարող է առավոտյան, ասենք, մի հետաքրքիր երաժշտությունը, մի գեղեցիկ երաժշտությունը ձեզ ոգեշնչի, մի նոր երգ ստեղծեք, մի նոր բանաստեղծությունը ոգեշնչի, մի նոր բանաստեղծություն ստեղծեք։ Այսինքն պետք է ուշադիր լինել եւ անկեղծ լինել, լավ, մնացած ամեն ինչը կստացվի։ Պարտադիր չի լինել արվեստագետ ավել։ Կարող է դու լինես շատ լավ բժիշկ, կարող է դու լինես եւ ոգեշնչվես արվեստից։ Արվեստը կարեւոր է ոգեշնչելու համար։ Շատ կարեւոր է։ Ուզում եմ հարցնել, թե քանի տարեկանից եք սկսել նկարել եւ երբ այնպես եք հասկացել, որ դուք արվեստով եք զբաղվելու։ Ես փոքր տարիքից նկարել եմ, բայց երբեք չեմ մտածել, որ արվեստագետ եմ դառնալու, որտեվ շատ մեծ հետաքրքրություններ ունեի, մտածում էի, որ կդառնամ լրագրող, մտածում էի, որ կդառնամ բժիշկ, մտածում էի, որ կդառնամ ամեն տեղ ինձ հետաքրքիր էր, ամեն ինչ ինձ հետաքրքիր էր, եւ երբեք չէի մտածում, մտքովս չէր անցնում, որ ես երբևէ արվեստով կզբաղվեմ, բայց կյանքի փորձը, շատ բաներ փորձել եմ, արվեստի մեջ շատ ճյուղեր, սկսած ֆիլմից, իլյուստրացիաներից, շատ տարբեր բաներ եմ փորձել, բայց ես բաց էի, սիրում էի էքսպերիմենտներ անել եւ շատ վերջերս մի 10 տարի առաջ եմ հասկացել, որ միայն արվեստով եմ ուզում զբաղվել։ Երբ որ ես այդ որոշումը կայացրեցի իմ մեջ, շատ ավելի հեշտ դարձավ ինձ։ Հիմա դրա համար իմ արվեստը մուլտիմեդիա է, այսինքն ինչ որ ես սովորել եմ ընթացքում, անիմացիա, գրաֆիկ դիզայն, չգիտեմ, նկարչություն, քանդակ, հիմա օգտագործում եմ այդ բոլորը միասին։ Ուզում եմ հարցնել, որ նկարիչներին եք դուք սիրում, ու որ նկարիչներից եք ոգեշնչվում եւ նկարում։ Ես շատ սիրված նկարիչներ ունեմ, որոնցից ժամանակ առ ժամանակ ոգեշնչվում եմ, բայց փոխվում են իմ նկարիչների ոգեշնչման, բայց շատ եմ սիրում Ռեմբրանդտին, որովհետև Ռեմբրանդտը կարողացել է հետաքրքիր լույսի եւ ստվերի միջոցով բացահայտել նաեւ մարդու հոգին։ Երբ որ նկարներին նայում եք, դուք միայն դեմք չեք տեսնում, դուք տեսնում եք մի պատմություն, մի կյանք, կենդանի են իր նկարները, լավ, բայց ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Հիմա աշխարհում շատ լավ արվեստագետներ կան, նաև ժամանակակից արվեստագետներ, որոնցից ժամանակ առ ժամանակ ոգեշնչվում եմ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Մանկությանս ամենաջերմ հիշողությունները անցել են Գյումրիում, Գյումրիի տեխնիկային թատրոնում, որովհետև մայրս աշխատում էր տեխնիկային Գյումրիի թատրոնում եւ մենք հնարավորություն ունեինք այնտեղ խաղալու։ Եվ շատ հետաքրքիր էին անցնում մեր օրերը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Դպրոցական կյանքում ամենահետաքրքիր պահը ինձ թվում է ֆրանսերենի դասերն էին, որը միշտ ջերմությամբ եմ հիշում, չնայած որ ֆրանսերենը ընդհանրապես հիմա չեմ հիշում։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Հետաքրքիր է, բայց իմ ամենասիրած առարկան դպրոցում մաթեմատիկան էր, որովհետև ինձ հետաքրքիր էր ամեն օր նոր խնդիրներ լուծելը։
Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ընտրության հարցում ինձ թվում է ավելի շատ հայրս է ունեցել, ոչ թե ընտրության, այլ ազդեցության, որովհետև մեծացել եմ արվեստագետների ընտանիքում եւ կարծում եմ այդ մթնոլորտն է ազդել, որ ես հիմա արվեստագետ եմ։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Երևի ինչ-որ գործիքի վրա շատ լավ նվագել կսովորեի եւ երաժիշտ կդառնայի, չգիտեմ։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ապագան։ Կուզենայի տեսնել մի արվեստի գործ, որ նոր եմ ստեղծել, բայց ես դեռ դրա մասին չգիտեմ։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Իրականում որպես արվեստագետ ես անընդհատ այդ ժամանակների մեջ ճամփորդում եմ, ինձ համար այդ ինչ-որ ցանկություն չի կամ երազանք չի, այդ ոնց ամեն անգամ դա կատարվում, դրա համար դժվարանում եմ հիմա ինչ-որ կոնկրետ բան ասել։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Մանկության երազանք երևի երեխաներ եմ ունեցել։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Իրականում ոչ մի բան չի խանգարել, ես ինչ երազել եմ, այդպես էլ ոնց որ շարունակում հավատարիմ եմ մնացել իմ երազանքներին։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Խորհուրդ կտայի, որ ավելի այդքան զգայուն չլիներ ամեն ինչի նկատմամբ, ավելի թեթև ապրեր, որտեղ փոքր ժամանակ, որ ինձ հիշում եմ, շատ զգայուն էի, մի քիչ դժվար էր, բայց կարծում եմ մնացած ամեն ինչ շատ լավ է։